Էրդողանն ու Ալիևը օկուպացված Արցախի Բերձոր Քաշաթաղում կամ Լաչինում կառուցված օդանավակայանում միմյանց են փարվում։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռն առաջիններից է, որ վայրէջք կատարեց Բերձորում կառուցված օդանավակայանում։ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը, ինչպես միշտ, լայնաբաց ժպիտով է, բան ունի ցույց տալու մեծ եղբորը։ Այս երկու իսլամական պետությունների ղեկավարներին միանում է նաև երրորդը՝ Պակիստանի վարչապետը։ Հիշենք, հենց 2020 թվականի 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը։ Եվ ըստ վերլուծաբանների Արցախյան խաղում Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով։ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Թուրքիայի ու Պակիստանի բարձր մակարդակով մասնակցությունը այդ նախագծի բացմանը վկայում է, որ այն չի պատկանում միայն Բաքվի օրակարգին, այստեղ ունենք մի հստակ մշակված եռակողմ համատեղ ռազմավարություն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի շրջանակներում, որն իրեն դրսևորում է գտնում ոչ միայն հռետորաբանության կամ զորավարժությունների մեջ, այլ արդեն նաև ենթակառուցվածքային, այդ թվում օդային վերահսկման ու ռազմական լոգիստիկայի իրական դաշտում, այսպես կարելի ասել։ 44-օրյայից հետո արդեն Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերություններ ստեղծվեցին։ Երկու երկրները պաշտպանական եւ ռազմական համագործակցության շրջանակում պայմանավորվածություն ունեն ձեռք բերել GF-17C բլոկ 3 կործանիչներ։ Բաքուն պատերազմի արդյունքները ոչ միայն պահպանում է, այլ ամրապնդում է ուժային եւ միակողմանի լուծումների միջոցով։ Դա բացահայտ հակադրում է ոչ միայն խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին, հատկացի ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունը ձևավորելու նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն առանց արևմտյան կամ ռուսական միջնորդության։ Եվ այս անգամ էլ Ալիևը առիթը բաց չի թողել։ Բերձորում եռակողմ մասնակցությամբ տեղի ունեցած սամիթի ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային եւ Պակիստանին Բաքվին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցության համար։ Ադրբեջանն իր հերթին միշտ մոտ է եղել Թուրքիային եւ Պակիստանին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը։ Ադրբեջանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե Բերձոր քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը դրա նշանակությունը բարի նպատակների համար է, միևնույն է, ռազմական ոլորտի փորձագետները չեն բացառում դրա ռազմական եւ այսպես ասած ոչ բարի նպատակը։ 2021-ին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էին ակնարկում, թե օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը։ Ըստ փորձագետների դա ուղերձ է ուղղված Հայաստանին, Իրանին եւ ավելի լայն տարածաշրջանային խաղացողներին։ Նորակառուցած օդանավակայան տալիս է ոչ միայն տրանսպորտային, այլև դիտարկման ու վերահսկման ֆունկցիաներ։ Օդանավակայանի տեղակայումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների աջակցությամբ իրականացնել դիտարկում, վերահսկողություն, ինչպես Հայաստանի հարավ-արևմտյան, ընդհանրապես Հայաստանի կոնկրետ Սյունիքի ուղղությամբ, այնպես էլ Իրանի հյուսիսային սահմանահայց գոտիներում։ 2021-ին Ալիևն ու Էրդողանը օկուպացված Վարանդայում Ֆիզուլիում էին օդանավակայան բացել, 2022-ին էլ օկուպացված Կովսականում։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։